Թագավորական փառք Աստծու ու սկսեմ պատմել։ Սկսենք Նարայից, հետո վերջացնենք Հարութից։ Երկուսն էլ հոգեկան հիվանդի են նման արդեն։ Նարա Փիրումյան, տարօրինակ հայկական ազգանունն է, Փիրումյան, լսել եք, ես չեմ լսել, առաջին անգամ եմ լսում։ Նարայի մայրը մի հատ դուրս ընկած, շատ կեղտոտ փչացած կնիկ, սաղի հետ ման է գալիս, բոլորի հետ, մեծ, փոքր, կարևոր չի, Լենա Ղազարյան ազգանուններով, անունով, լավ էլ հիշում եմ, ուրեմն այս Լենան ինձ պատմում է, որ իր փոքր տղուն, իր կեսարը խփելա, սպանելա, բայց իր մատը խառնա, կեսարի վրա է գցել, շարը արել, իրանք բոլորը ոճրագործ կեղտոտ, կարծեմ սրանք բան են, քյուրդ են, հայ չեն նման իրանք, Քրդիստանից քյուրդ են, մուսուլմանական ազգերից խառնված տարօրինակ ազգեր, Հայաստանում շատ տարօրինակ ազգեր կան, ու պահի տակ ես հայկական պատմությունի վրա կասկածում եմ, սխալ բաներ շատ կա։ Իրանք քյուրդ են, հայի նման չեն, տարօրինակ հայկական ազգանուն ունեն, հայ չեն, մուսուլմանական, տերորիստական իրանց երակների մեջ հոսում է շատ կեղտոտ ինչ-որ արյուն, հայկական արյունը չի, մեր հայերը քաջ մարդիկ են եղել և հայասեր, պատվասեր, ճիշտ ուղիղ մարդիկ են եղել։ Ուրեմն այս Լենա Ղազարյանը ինձ պատմում է, որ ինքը մի հատ տղա երեխա է ունեցել, ինչ-որ միտեղ ամուսնացած է եղել, տեղ չի թողել, սաղի հետ ամուսնացել է, ամուսնացած է եղել, սաղի հետ ման է գալիս էլի, դրա հետ ոնց էլ ման են գալիս, ինքան զզվելի է, սև, տգեղ, քիթը աչքերը ծուր, ճիշտ նարային, պատմեմ, եսա կասեմ նարանով անման, իրան ճանաչում են։ Հիմա ապրում են Երևանի աղբանոցներում, Սովետաշենի, չգիտեմ հիմա ինչ եղավ, Հարութը դրանց փող աղալքում էլի լիքը, նարայի միջոցով տերորիստություն անում Հայաստանում, հեսա կպատմեմ։ Ուրեմն նորից եմ ասում, ես Լենան ինձ պատմեց, որ իր փոքր տղա երեխա է ունեցել, ինչ-որ բան է եղել, ասենց մի բաներ էր պատմում, կեսարը սպանեց, իր մատն էլ էր խառը, փոքր էի, որ ինձ պատմում էր այս պատմությունները, ասում է, երեխուս գլխին խփեց, սպանեց, ինչ-որ բան է եղել, ինքը մասնակցել է, բայց գցել է կեսարի վրա, տենց պատմություններ էր պատմում ու թողել, գնացել է, հետո պսակվել է սրա հետ, մի տարի սրա հետ, հաջորդ տարին նրա հետ, էլ մարդ չի թողել ու սենց պեսների հետ գնացել են իմ հոպարը, ամուսնացել է, այդ Լենայի աղջկան, խայտարակ այդ Նարա Փիրումյանին, որ տենց մերու հերունի, հիմա պատմեմ Նարայի հոր մասին, մի աչքանի մարդասպան է եղել, բանդի մեջ ընկած բանդարկյալ, պատկերացրա ինչ մարդկանց հետ այն հոպարը ամուսնացել, հա որ խայտարակություն, ինչ անպատիվություն, Նարայի հերը մի աչքանի շատ տգեղ մարդ, ինչ հայլ արել, իրան բանդ են գցել։ Նարան ունի մի հատ աղբեր, կեղտոտ հոգեկան հիվանդ գալիս գնում էր մեզ երեխեքին սեքսով բաներ էին սովորացնում։ Իր աղբոր անունը Ներսես Փիրումյան։ Ներսես Փիրումյան գալիս էին գյուղը, մեզ սխալ բաներ էին անում, Նարայի հետ մեզ սեքս էին սովորացնում, human trafficking երեխաներին։ Նարան քնում էր հոպարից տղեքի հետ, Յուրիգի հետ էր ման գալիս, Վիգեի հետ էր ման գալիս ու իր արածները գցում էր մեր վրա, ինք մեծ կնիկ, տենց կեղտոտ բաներ էր անում, դավաճանում էր Շիրազ Սարգսյանին, որ իմ հոպարն է, ապրում են Սպիտակի Սարամեջ, Լոռի մարզա, Լոռու մարզում, Սպիտակի Սարամեջ գյուղում, այդ գյուղին անվանում են Չոթուր, Չոթուրում շատ սխալ բաներ է կատարում, Նարան ման էր գալիս հարևանների հետ, սրա հետ, նրա հետ ու իմ հոպարը վախկոտ, հոպարներս բոլորը վախկոտ են, իմ հոպարները խելոք են, միամիտ, հիմար, անխելք, բայց բարի են, իրանց սիրտը շատ մաքուր է, շատ բարի են, ուղղակի հիմար են, անխելք մարդու պատմությունը ու տաղանդավոր են, բոլորի ձեռքից ամեն ինչ դուրս է գալիս, ունենց տաղանդավոր են, որ խելացի
չեն, բայց տաղանդավոր են, կրթություն ունեն, բայց կրթություն ունենալը եւ խելացի լինելը իրար հետ կապ չունի։ Կարաս կրթություն ունենաս եւ կարաս անխելք լինես։ Միամիտ լինելն էլ ուրիշ է, անխելքությունը ուրիշ է։ Չէ, միամիտ կարանք լինենք, բայց պետքա ջոգենք աշխարհը, ոնց է աշխարհում ինչեր կան։ Դե իրանք չգիտեն աշխարհում ինչ կա, գեղացի մարդ են, գյուղի գործերով զբաղված, միամիտ, անգրագետ չէ, գրագետ են, նորից եմ ասում, իրանք ձեռքից ամեն ինչ գալիս է, շատ տաղանդավոր են։ Ընդհանրապես մեր բոլոր հայերը, հայ ազգը տաղանդավոր ազգ է։ Իմ հոպարները բոլորը նվագել գիտեն, musical instruments, դրա հայերենը ոնց են ասում։ Musical instrument, ամեն մեկը մի երաժշտական գործիքի է տիրապետում ու լավ էլ նվագում են, շատ տաղանդավոր են, ձեռքներից ամեն ինչ գալիս է, բայց միամիտ են, հիմար են ու անխելք են։ Չեն ջոգում, մենակ ընդհանրապես իմ հոպարները չեն այտենց, հայերը այտենց են, անխելք ազգ ունենք, իրանք շատ տաղանդավոր ենք, բայց բոլորիս մեջ էլ կա անխելքություն։ Հետո իմ աչքերը բացվեց, ես ինչեր եմ տեսել, որ հիմա ջոգում եմ աշխարհից, այնց բաներ ա կատարվում Ամերիկաներում։ Լսեք, Ամերիկան աշխարհի ամենավտանգավոր երկիրն է։ Դուք լուրջ ունեք, Ամերիկայի ոստիկանները աշխատում են թմրանյութ վաճառողների հետ, իրար ձեռքի տված։ Այդքան երեխա, որ կորում է, նրանց մատը խառնա կառավարության եւ եկեղեցիների մատը խառնա ու այս վերջերքս մի եկեղեցի էլ էին բռնել, գնացեք լուրերով տեսեք։ Եկեղեցին բռնել են, միլիոնատեր գողացել է մարդկանցից փողերը, human trafficking են արել, մարդկանց վնաս են տալիս, փողերը գողանում են եկեղեցականները։ Մաքուր քրիստոնյա չկա։ Ձևացնում են յանեմ թե երբ այդ երբանից Ամերիկան եղավ քրիստոնեական երկիր։ Չէ, սխալ են ապրում մարդիկ կյանքը, չեն լինի քրիստոնյա։ Քրիստոնյա լինելը պետք է ճիշտ սուրբ կյանքով ապրեն ու չեն կարա ապրեն սխալ։ Բոլորը թմրանյութերի գործերի մեջ են մտած, հարուստները երեխա օգտագործելու, երեխա բռնաբարելու երկիրը Ամերիկան։ Ու ինքը Ամերիկան ինքը հարուստ երկիր, ասում են, որ հարուստ է, նույնիսկ հարուստ հոտած փտած փողոցներ, մարդիկ դրսում քաքում են, քայլում ես քաքի հոդադրսներից գալիս, շատ կեղտոտ, վտանգավոր, ոստիկանները նույնիսկ վտանգավոր են, հոգեկանները խանգարված Ամերիկայի։ Թմրանյութ իրանք էլ են օգտագործում ու վաճառում են երեխա թմրանյութ, այսինքն բիզնեսը միլիարդներ ա բերում, միլիարդավոր գումարներ ա բերում։ Բայց էսի ուրիշ հարց է, հիմա հետ գնանք, անդրադառնանք Նարային, հետո Հարութին։ Նարան շատ տգեղ կին է, շատ ահավոր տգեղ է ինքը, աչքերը ծուռ, մի տեսակ գողի, բոզի, մարդասպանի աչքեր ունի եւ Աստված, երբ որ մի մարդուն, եթե Աստված տալիս է վատ աչքեր, դա արդեն նշան է Աստծո կողմից, որ պետքա զգուշանանք, երբ որ մարդու աչքերը գողի, մարդասպանի աչքերի նման, զգուշացրեք, հետո զգուշացեք ու հետո նայեք նրանց ծնողները ով են, նայեք իր ծնողները ով են եղել, որ նման վտանգավոր մարդասպաններից գնում եք հարց եք բերում, էլի։ Անխելքություն, անծանոթներից, ով կգնա ստեղից անծանոթ, ընդեղից անծանոթ հարցներ են առնում բերում։ Նայր ասեմ, այս Նարայի աչքերը ծուռ, քիթը շատ մեծ ծուռ, բերանը դունչը ծռված, բերանը տգեղ ահավոր, դունչը տգեղ ծռված, ականջները քիթը բերանը, ուսերը, թևերը, ոտքերը, մեջքը ոնց որ սատանայի նման, ոտքերն էլ ծուռ, մի տեսակ, այս ոտքի, այս կափարիչներ ինչ ենք ասում, նրան չաշկեք են ասում, այդ չաշկեկը հետ է գնում, մտնում է ոտքի մեջ, հետևի կողմից է դուրս գալիս։ Հոգեկան հիվանդի է նման ինքը, սայկոպաթ։ Նորմալ չի, իր աչքերից ասում են, որ երևում է, որ ինքը կեղտոտ մարդ է։ Նորից եմ ասում, Աստված, երբ որ մարդկանց աչքերը դրել է, էդի Աստծո կողմից նշան է, մարդկանց դատեք իրանց աչքերից։ Չեմ ասում աչքը մեկի
Այդ որ մարդիկ վատառող չեն լինում, իրանց աչքը մկանը թույլանում է, ծռվում է, մեջ համատնում չէ, նարայի աչքերը տեսակ սուրճի, հոգեկան հիվանդ վտանգավոր մարդասպանի տերորիստի աչքեր ունի, գողի, բոզի, երեխա բռնաբարողի։ Նարան մեզ սովորացնում էր սեքսով բաներ, ինձ, իմ հոպարի երեխեքին, մեզի սովորացնում էր հարևանի հետ, տենց սովորացնում էր, մենք երեխա ենք, չէինք ջոգում, ինչա կատարվում։ Սիրիացիներ կային, որ գալիս են Հայաստան սեքս տուրիստի, որպես սեքս տուրիզմ։ Գալիս են Լիբանանից, Սիրիայից, ընդեղի հայերը աշխարհի ամենակեղտոտ հայ, ես նրանց հայ չեմ ասում եմ հայի դիմակով թուրքեր, տերորիստ են։ Նրանք նույնիսկ Սիրիայի այդ անմեղ ժողովրդին են սպանում, չարչարում Լիբանանի ու ձևացնում են իրանիմ թե իրանք հալածված քրիստոնյաներ են, ասում են, գալիս ջանդամում են, լցնում են կանադաներն ու ամերիկաներն ու եվրոպաները։ Տերորիստ, բանից բուն իվաստով, ընդեղ ծնված է, ոնց կարա հայի պես մտածի, կամ քրիստոնյա լինի, կամ շատ կեղտոտ են այդ լիբանանցիները, կեղտոտ, Լիբանան, Սիրիա, ամենակեղտոտներն են, երրորդը գալիս է Իրաք, կեղտոտ են, չնայած այդ Իրաքում ջանդամվողները Լիբանանից, Սիրիայից են գնում, ընդեղ փչացնում են այս երկրների անունները։ Ես ծանոթացել եմ արաբների հետ, ես ապրում էի Դուբայում, United Arab Emirates, լավ ժողովուրդ են, ինձ վատություն անողները Հարութի մարդիկ են եղել, հասկանում եք, արաբները իրանք լավ ժողովուրդ են, ամերիկացիները նրանց մասին վատ են խոսում, դե ամերիկացիները ում հետ են յոլա գնում, որ բոլորին թշնամի են, սուտ են խոսում, այդ պատմությունները, սեպտեմբերի այդ, դրանք իրանք են արել Ամերիկայի մեջ, էդի արաբները չեն արել, չնայած մուսուլմաններ իրանք կեղտոտ ազգ են, հա, շատ կեղտոտ, բայց չէին կար այդքան ուժ ունենային, որ մտնեին այդպես բաներ անեն, այնքան փողի, գումարի, ուժի հարց է, այդ մեկը չի կարա անի։ Հետո նյութից դուրս հելա նորից, ուր էինք, գնացինք Նարայից, եկանք հասանք Ամերիկա, Նարան շատ կեղտոտ, տունը քանդող, տուն խառնող ու վախեցնող, մեզ երեխեքիս սխալ բաներ էր սովորացնում Սիրիայի այդ տերորիստների հետ, Նարայի աղբերն էր գալիս մեզ սեքսով կեղտոտ բաներ անում, վնասում, տենց կեղտոտ բաներ էր սովորացնում, Նարան իմ հոպարի տղեն ինչու մեռավ, Նարայի մատը խառնա, Հարութի, երկուսի մատը խառնա, հոպարիս տղեն Յուրիկ Սարգսյանը պետք է հելներ, բան պատմեր, ինքը շատ բան գիտեր, Յուրիկը արդեն հելնելու էր, որ խոսար, հելամ նրանք սպանեցին, հետո վախեցրել են իմ հոպարի ընտանիքին ու վախեցրել են այդ խեղճ գեղացիներին, նրանք էլ վախկոտ քաքլան, վախկոտ անխելք քաքլան մարդիկ չեն կարում հելնեն, իրար հետ հավաքվեն, նամակ գրեն ամերիկաները, Հարութին և Նարային բռնեն, մի հատ կապեն, նստեցնեն, լսեն ամեն ինչը, մի հատ իրան լավ ծեծեն, գցեն քուչիկը, վախենում են, քաքլան են, չէ, տղամարդ չկա այնտեղ, պատիվից են խոսում, բայց չեն կարում Նարային ծեծեն, իմ տղու լադո տղամարդ ես, հելիր մի հատ Նարայի վրա դանագ դիր, ասա դու ինչ գործ ունես իմ տղուն ես կպել, հələ տես քեզ ոնց անում ինչ, ինքը կպատնի, մարդիկ են գալիս, Իրանի չխանգարեն իմ խոսակցությունը, ուրեմն Նարան, ինքը արդեն հիվանդ էր, այդ տան մեջ հարսները նորմալ էին, Ռուզանը լավ հարս էր, Ռուզանը շատ լավ հարս էր, Հերմինեն, սրանք լավերն են, Սալվին էլ շատ մեծ բամբասանք անող, դրա համար էլ Աստված թույլ տվեց, որ իր տղուն Հարութի միջոցով իրանք Նարան, Հարութը Նարային փող էր տալիս ու Նարան գաղտնիքներ էր տանում բերում ու էր Հարութի ընտանիքը, Նարանը տենց կեղտոտ տերորիստ, ինքն էր մեզ տենց բաներ սովորացնում, երեխեք էինք, մեզ կեղտոտ բաներ էին սովորացնում, մենք էլ չենք ջոգում, մարդու կնիկն ինչա, մարդու կնիկ խաղալն ինչա, սենց բաներից զգացմունք չունենք, վախը զարմանալիս, ես վախենում եմ, ինչա կատարվում, չեմ ջոգում, մեզ տենց բաներ, Լենան, Նարան, Նարայի աղբերը, լրիվ հոգեկան հիվանդներ են, շատ կեղտոտ են,
Աստված ջան, աղոթենք թող թուրքերը կան դրանց ընտանիքին սաղին ոչնչացնեն, Հիսուս։ Շատ կեղտոտ։ Ինքը արդեն թուրք է, իրան չեն էլ անի, թուրքը թուրքին վտանգ չի պատճառում։ Թուրքը թուրքին վնաս չի պատճառում։ Դառնանք Հարութին։ Հարութի ընտանիքից խոսանք։ Ուրեմն Հարութը մեծացել է։ Հարութի մաման աննորմալ է։ Հարութի հորը կողմի մարդիկ հոր ազգականները լավն են։ Իր հոր կողմի պապիկը, հոպարի երեխեքը, ես Վենեսուելա ծանոթացել եմ նրանց, բարի, շատ լավ ժողովուրդ են, անմեղ, լավ ժողովուրդ են, բայց մոր կողմինները բոլորը կեղտոտ հոգեկան հիվանդ տերորիստներ են։ Ուրեմն այս Հարութը պատմում է, որ իր եղբորն ու քրոջը սպանել են Լիբանան, թե Սիրիա։ Չգիտեմ ինչքանով է պատմում ճիշտը, ինչքանով, կարող է սուտ է խոսում, որ իրան խղճան, օգնեն, Ամերիկա թողնեն գան, չգիտեմ։ Բայց եթե ճիշտ է, լավ են արել, եթե իր պատմությունը ճիշտ է, որ իր քրոջն ու աղբորը Լիբանանում սպանել են, շատ ճիշտ են արել։ Թող խելոք մնային, չէին սատկի։ Լավ են եղել, սատկել են, փառք Աստծո, երկու հատ տերորիստ են սպանել։ Հարութը ինքը կեղտոտ տերորիստ է։ Իր երեսին նայես, կզգաս, որ ինքը, նորից եմ ասում, մարդկանց դեմքի կազմվածքից դու գիտես, որ մարդը հոգեկան հիվանդ է, երեխա բռնապարող, սայկոփաթ եւ տերորիստ։ Հիմա Հարութի երեսը տեսել եք, քիթը, աչքերը, բերանը, ատամները, գլուխը, թևերը, ոտքերը, նարայի պես ամեն ինչը ծուղ է։ Ամեն ինչը ծրված, ամեն ինչը հոգեկան հիվանդի կազմվածքում է Հարութը։ Դրա թևերը, ոտքերը, աչքերը, ուսերը, ամեն ինչը ծուղ։ Մարդիկ են գնում գալիս։ Ու ինքը հիվանդ է։ Հարութի հայրը մեռել է ջահել ու մաման Հարութի վրա դրել է 4 հոգի ընտանիքի մեջ պետքա պահի Հարութը աշխատի։ 2 քույր, աղբեր եւ մայրը, հայրը չկա, Հարութին էշի պես աշխատացրել է մաման, մինչև այսօր Հարութը էշի պես աշխատում է մամային, մինչև այսօր ծիծ է ուտում Հարութը, եղել է 52 թվի ծնունդ, անա էշի չափ, 52 թվի ծնունդ է, մինչև այսօր մոր ծիծն է ուտում, կաթա խմում մամայից, ինչ զզվելի են, յախք։ Դրա մաման Հարութին էշի պես աշխատացրել է, սայկոփաթ, հոգեկան հիվանդ, դերնենց մամայից ինչ տղա պետք է ծնվի։ Հասկացեք, որ մարդիկ, եթե մի տղամարդ լավ է լինում, կինը այդ տղամարդուն երբեք չի թողնի, չի հեռանա։ Ոնց կարա կինը լավ տղամարդուն թողնի կամ աչքը գցի ուրիշի վրա։ Երբ որ կինը աչքը գցում է ուրիշի վրա, այդ տղամարդը նշանակում է նորմալ չի։ Հələ այդ էլ մի կողմ, այդ տղամարդու մերը, որ նորմալ ըլներ, եթե Հարութի մայրը նորմալ ըլներ, տղան, ասեք չէ, եթե մայրը նորմալ ըլներ, տղեն էլ նորմալ կծնվեր, մայրը աննորմալ է, տղեկն էլ իրանց մամայից ոնց որ ծնվում են, մամայից են ժառանգում, այդ կեղտոտ թունավոր բնագծերը, հələ մաման էլ ինքան կեղտոտ իրան էշի պես աշխատացրել են, մարդու տեղ չեն դրել, օգտագործել են, մինչև այսօր օգտագործում են։ Ու տենց ինքը եղել է հիվանդ, սայկոփաթ, որովհետև իր կյանքի փոքրուց անցած տարիները իրան շինել են սայկոփաթ։ Լավ մամա չունենալը աշխարհի ամենամեծ անեծքն է, պապանալ մեռնի, ահավոր, մեկը սպանի իր քրոջն ու աղբորը, այդ էլ ավելի ահավոր, Աստված թույլ է տվել, լավ է արել, փառք Աստծուն։ Ու ինքը Հարութը ինձանից 28 տարի մեծ է, Սիրիայում ծնվել է, չծնվեր, ավելորդ աննշան, աննպատակ ծնվել է, ջանդանվել են Լիբանան ու եկել է Ամերիկա ձևացնելով, որ յանիմ թե ինքը ինչ-որ տուժված, խեղճ ու կրակ,
լացել սիրում է ինքը, կնեգի պես պուցա, նստում լացում է շատ կներեք, ոնց կարամ տերորիստին լավ բարեր ասեմ, նստում է դատավորների առջև լացում անենց հալացում, դատավորներն էլ հետն են լացում, լացկանա։ Ես այդքան դաժան բաների մեջով եմ անցել, ես մի երկու արցունք չեմ կարող։ Աղվեսի կոկորդիլոսի արցունքներ ա թափում, կոկորդիլոսի արցունքներ թափող, լացկան, ձևական, սուտ, հիվանդ, տղամարդը ոնց կարա նստի լացի, որ իրան խղճան, պատկերացրու։ Չի լացում, որ ինչ-որ մեկը մեռել է, լացում է, որ իրան խղճան օգնեն, ձևանում է յանիմ, թե ինքը տուժվածն է էլի, ու ինքը պսայկոպատ է, ինձանից 28 տարի մեծ, դու ոնց կարաս գնաս Հայաստան, որբ մի հատ աղջիկա 28 տարի մեծ իրանից, մեր այս հարուտը մեծ տրաֆիկինգ էր անում Հայաստանում արդեն, բերում է թուրքերին, մինչև այսօր անում են, մենակ հարութը չի, իր ազգականները բոլորը տերորիստներ են, Կանադայում են ապրում, քրոջ աղջիկները, որ մեկը Կանադայում է, մեկը Ամերիկայում է, այդ Անի Առաքելյանը ձևացնում է յանիմ, թե քրիստոնյա քարոզիչ է, ու կեղտոտ գործերի մեջ են մտած, ասում եմ, չէ, հիմա նորից բռնում են FBI-ը, գնում են այդ սուտ քարոզիչների հետևից, որ ամենակեղտոտ մի հավատացեք, դուք Աստծուն հավատացեք, Աստվածաշունչը կարդացեք, մեկին պետք չունեք ձեզ համար, ձեզ գա ինչ-որ քարոզ կարդա, մի վստահեք ձեր երեխաներին, տիրություն արեք, կեղտոտ բաներ են անում, սրանք Հայաստանում մարդ են սպանում, երեխա են բռնաբարում, օրգան են վաճառում, պապիս իրանք սպանեցին, հոպարիս տղուն իրանք սպանեցին, եւ մյուս ընտանիքիս անդամներին սրանք վախեցրել են, եթե խոսակ, եթե հանգարց թեյմենին պաշտպանեք, բոլորիդ կկոտորենք, դրա համար իմ ընտանիքի անդամները չեն ուզում ինձ օգնել, վախեցել են, շատերը նարան իմ ընտանիքի անդամ է չի, նա իմ արյունը չի, նա տերորիստ է, նրա միջոցով հարութը թունավորել է պապիս ուտելիքները, նրանք մեզ էլ թունավորում էին Ամերիկայում, նարան տերորիստ է, եթե դուք հայաստանցիները չպետք է բռնեք նարային, պատժեք ու գցեք բանդ, անիծվեք դուք, թող Աստված ձեր տղեկին տանի, լուրջ եմ ասում, եթե դուք որպես ոստիկաններ եւ մեծեր Հայաստանի այս նարային չեք բռնելու, հետախուզելու ու բանդ գցեք, թող Աստված թուրքերին ղրգի ձեր տղեկ կոտորվեն, ամեն, ալելույա, լուրջ եմ ասում եւ էդի լինում է, որովհետեւ չեք անում, իրար լավ չեք ուզում օգնեք արդարներին, չեք ուզում օգնեք որբերին, որբևայրիներին, լավին ասում եք վատնա, վատին ասում եք լավնա, դրա համար էլ դուք էլ եք տուժվում, իրար չեք բռնում, իրար լավը չեք ուզում, հայերը պետք է իրար բռնեն, հելնեն վտանգավոր մարդկանց հանեն, որ երկիրը ազատագրվի։ Այս նարան կեղտոտ տերորիստ հարութը իրար հետ տրաֆիկինգ էին անում մեզ, ջահել անչափահաս աղջիկներին, իմ տարիքին, ինձանից այն ժամանակ փոքր տարիքի աղջիկներ կային 16-17, ես 19 էի կարծեմ, 19 էի այդ տարիքներում էի, թուրքերին բերել են, հարութը թուրքերեն լեզուն խոսում է, արաբերեն, մուսուլմանական լեզուները լավ գիտի, հենց թուրքերենը հաչում, որ արաբերեն ու թուրքերի հետ միասին փող են աշխատում, լիքը թուրք են բերել, աշխատացնում են հայ աղջիկներին, բռնաբարել, human trafficking են անում, փող են աշխատում, մինչև այսօր անում են, Սիրիայի, Լիբանանի հայեր կան, պարաված, տգեղ, այնքան էլ տգեղ են, բոլորը տգեղ են, նրանց կնիկները տգեղ, հայաստանցի աղջիկները սիրուն են, բայց Սիրիայի, Լիբանանիցները շատ տգեղ են, կարճ, տղամարդու կազմվածք ունեն, մազոտ, մեծ քթերով, շատ տգեղ են, ինչ ասկեն, դրանք հայ են, հայկական պատմությունի մեջ, սխալ բաներ կա Հայաստանի պատմությունի մեջ, սխալ ես հարութն էլ հայի նման չի, հայի պահվածք չկա, շատ տերորիստական է, նույնիսկ ես խղճում եմ Լիբանանի ժողովրդին, ընդեղ նրանց ինչ վնասներ են տվել այս հայի դիմակով թուրքերը Լիբանանի խեղճ անմեղ ժողովուրդներին, նրանք էլ են, ոնց են ասում հայերենով, վիկտիմ անգլերենով, հայերենը մտքիցս գնաց, ու ես հարութը դաժան մանկություն է ունեցել, հոգեկան հիվանդ, նարան էլ դաժան մանկություն, հոգեկան հիվանդ,
Իմ մանկությունը ես ծնողներիս կորցրել եմ, բայց նրանց պակասը չեմ զգացել։ Իմ տատը պապը լավն են եղել, հələ իմ պապի մերը Արեգնազ էր անունը, ինչ կնիկ էր, նրան ես պաշտում եմ, ես նրա պաշտում եմ, նա իմ աստվածներ, իմ աստվածն է մինչև այսօր։ Հիսուսը վերևում, ինքն էլ իմ երկրորդ աստվածն է, Արեգնազը ինչ կին էր, պապս լավն էր, տատս լավն էր, ուղղակի երկուսն էլ անմեղ են, իմ տատը բռնում է Հարութի կողմը, վախենում է, որ իր տղեկին, իր թոռներին Հարութը կարա հերթով կոտորի։ Տատս բոլոր ազգականները Հարութի կողմն են բռնում, վախենում են, շատերը փող են կերել, շատերն էլ վախենում են, շատերն էլ մի քանի հոգի կա, որ չեն ուզում խառնվեն, իրանց չի հետաքրքրում, բայց ընդհանրապես մեծ քանակությունը Հարութի կողմն է բռնում վախից, մնացածները դավաճան, կաշառք ուտողներ, տերորիստներն են։ Դրանք էլ իմ ազգականը չեն, Նառան իմ ազգականը չի, իմ արյունակիցը չի, ինչ-որ Լենայի աղջիկը հարս է եկել, պսակվել է իմ հոպարի տաղու հետ։ Նա ինձ ինչ ազգական, իմ արյունը չկա նրա երակներում, ինչ կեղտոտ արյուն է նրա երակներում հոսում, պոռնիկի ու մարդասպանի արյուն է նրա երակներում հոսում։ Ու այս Հարութի ընտանիքի անդամները բոլորը տերորիստներ են, Հայաստանում նրանք աղջիկներ են աշխատացնում, նորից եմ ասում, Ամերիկայում էդի ամենաառաջին բիզնեսն է, միլիարդներով դոլար են աշխատում դրա վրա, թմրանյութերի վաճառում, օրգանների, երիկամների վաճառում, երեխաների բռնաբարության և աշխատանքի մարդկանց ձրի աշխատացնում են, միլիարդավոր դոլարներ են աշխատում, ձրի նրանց մի կտոր հացով կամ հացեր չեն տալիս ձրի աշխատացնում են, հա, միլիարդավոր դոլարներ են աշխատում, դրա համար են հարստացել, շատ քիչերն են, որ իրանք հալալ քրտինքով են հարստանում, ու Հայաստանում հիմա կա այնտեղ կա մի հատ Էդգար Հակոբյան, Մխիթար, ինչեր դրա ազգանունը, Հարութի մարդկանցից են, Նունե Սուքիասյան, շատ կեղտոտներ են, նորից եմ ասում, իմ պապիս մահը պատահական չի, նրան թունավորել են, դաժան ձևով սպանել են իմ պապին, հոպարիս տղուն, դաժան ձևով սպանել են, Հարութն է արել, Հարութի մարդիկ են արել, Նառա Փիրումյանի մատախառնա, Հարութը ինքը տերորիստ է, շատ կեղտոտ հոգեկան հիվանդ, բոլորին նախանձում են, Հարութը նախանձում է ինձ, իմ ընտանիքի անդամներին, մեր հանդեպ ունեցած այդ սիրուն և միասնությանը, իրանց ընտանիքում մեկը մեկի հետ չի խոսում, իրար հետ կապ չունեն, իրար ատում են, իրար լավը չեն ուզում, իրար նախանձում են, իրարից բամբասում են, չարախ պատկերացնում ես, իրար միս են ուտում, ու ինքը նախանձում է, որ ինքը հայր չի ունեցել, դրա համար իմ պապին սպանեց նախանձից, որ ինքը հայր չի ունեցել Հարութը, իր մաման էլ եղել է տերորիստ, կեղտոտ մի հատ էժանագին քաց, որ իրան աշխատացրել է փոքր տարիքից, գնա աշխատիր, երեխեքին պահիր, ինձ պահիր, ու Հարութը եղել է հիվանդ, պսայկոպաթ է դարձել այդ պայմաններում, ես փոքր էի, ես չեմ աշխատել, չոթուրի սպիտակցիները բոլոր գիտեն իմ մանկությունը, ես մատից չեմ տվել, ինձ թագու պես են պահել, աղքատ ենք եղել, հա, բայց դա չի նշանակում, որ ես դժվար կյանք եմ ունեցել, հա, իմ կյանքը հեշտ է եղել, ինձ շատ լավ են նայել, իմ տատը գալիս էր ջեբը միշտ շոկոլադը լցրած, գալիս էր ինձ շոկոլադ, ինձ թագու պես էին պահում, երկու տատ եմ ունեցել, պապիկիս մայրը Արեգնազը և պապիկիս կինը, որ իմ տատիկն է, երկուսն էլ ինձ լավ էին նայում, գալիս էր իմ շորերը հագցնում էր դպրոց գնալուց, ես նույն ձևով իմ երեխեքին եմ պահում, հիմա իրան շորերը տատիս պես, տատս ոնց էր ինձ պահում, նույն ձևով ես իմ երեխեքին եմ պահում, հագուստները հագցնում եմ, դպրոց եմ, ամեն ինչը իրանց համար ես եմ անում, ես չեմ թողնում իմ երեխեքը մատը մատին տան, մեծ աղջիկս հիմա իմ մոտս չի, բայց ես իրան մենակս մեծացրեցի թագու պես, իսկ Հարութը անասունի պես է մեծացել, իր մայրը էշի պես իրան աշխատացրել է, իսկ ես այտենց չեմ մեծացել, իմ ազգականները գիտեն, գեղացիները գիտեն, համամլեցները գիտեն, սպիտակցիները Չոթուրի Սարամեջ գյուղի ժողովուրդը գիտեն, որ իմ ընտանիքի անդամները ինձ չէին թույլ տալիս, որ մատս տայի։
Ես չեմ թագու պես եմ ես ապրել, սա հայաստանցիները գիտեն իմ կյանքի պատմությունը, Հարութի կյանքի պատմությունն էլ գիտեն Սիրիայի հայերը, որ ինքը իշի պես աշխատել է, պահել է, երկու քրոջը, աղբորը, մորը իշի պես, մինչև այսօր էլ աշխատում է, նրանց պարտքերն է տալիս։ Քրոջնա հեսօր մինչև այսօր Հարութը պահում է իր քրոջը, մորը, քրոջ աղջկան Անի Արաքելյանի պարտքերը, ամեն ինչը նրանց անվան տակ է գցել, իր տունը, հարստությունը, հողը, փողերը, բանկան, իր ամեն ինչը քրոջ աղջկա անվան տակ մինչև այսօր աշխատում է նրանց պահելու, դա տենց է իր կյանքի պատմությունը ու երեխային թրաֆիքինգ անում Հարութը կանֆետի խանութ է բացել հենց դպրոցի կողքը ու նստում այնտեղ երեխեքին են նայում, թե ում պետքա տանեն աշխատացնեն։ Հարութի հետ մի հատ շատ կեղտոտ հրայր Զաքարյան կա, մի աչքանի, Աստված դրա կեղտոտ աչքը հանել է, որ Աստված ասում ավելի լավ է մի աչքով դրախտ գնաք, քանց թե երկու աչքով դժոխք գնաք, աչքի մեկը տարել է, հələ հրայրը չի ուզում ապաշխարի, շատ կեղտոտ թույն տերորիստ էլ նա է, գալիս է Հարութի մյուս ընկերները, բոլոր ընկերները տերորիստներ են, մի հատը կա Ջակ անունով, դրա ազգանունը չգիտեմ ինչա, ինքը փակում է, խաբում է ամերիկացիներին, ուրիշ ազգանուններ են դնում, որովհետև ամերիկացիները չեն սիրում այս երկրներից եկածներին, կարևոր չի դու կասես հայ ես, ինչ ես, ինչ չես, չեն սիրում, որ դու գալիս ես մուսուլմանական երկրներից, վերջացավ։ Ու Հարութի շրջապատը կեղտոտ է, իրա հոր չէ, իրա քերու աղջիկները, որ Կանադայի են ապրում, տերորիստներ, կեղտոտ, մաֆիաների մեջ մտած, մարդասպան, Հարութի քույրը տերորիստ, կեղտոտ, քրոջ աղջիկները կեղտոտ եւ Լիբանանում ապրողները մարմնավաճառ են լինում, դրանց հետ ոնց էլ ման են գալիս արաբները, սիրտ կխառնებ, այնքան տգեղ են, գնացել են քիթ են շինում, բերան են շինում, որ մարդու նմանվեն, նորից տգեղ են, այնքան պուջուր աչքեր ունեն։ Լոնդոնի մի հատ բժշկուհի կա հայ, շատ խելացի կին է, բժշկուհի, գրագետ, Նյու Յորք քաղաքի best-selling author, New York's best-selling author, Նյու Յորքի ամենալավագույն գրքերը իր անվան տակ վաճառվում է իր գրքերը, ես կարդացել եմ իր բանաստեղծությունը, կարծեմ մի հատ էլ գցել եմ իմեջին, կնայեք կգտնեք Սիլվա Պորտոյանը, նենց բանաստեղծություններ ա գրում, գժվական, ընտիր, շատ խելացի կին ա, շատ ընտիր մասնագետ ա, ու ինքը համ բժշկուհի է, իր ամուսինը բժիշկ է, համ էլ ինքը բանաստեղծուհի է, նենց բանաստեղծություններ ա գրում, կարդաք կգժվեք, ընտիր։ Երբ որ Հարութի քրոջ նկարը ղրգեցի իրան եւ քրոջ աղջիկա, քրոջ անունը Ազնիվ է, Դեմիրճան, ամուսնացել է, ազգանունը Դեմիրճան է եղել, դրանից հետո Օրիան Ռաջիկյան, ինչ որ տարօրինակ ազգանուններ, Փարթամյան, այսինքն ազգանուններ կա իրանց ընտանիքներում, որ Ազնիվի նկարը տեսավ սենց հարեց, էսի հայի նման չի, ինքը այդ կինը հայ է, Սիլվա Պորտոյան, սենց այդ սա հայի նման չի, ասեց աչքերը շատ հեռու է իր քթից, տեսակ սենց տաջիկների աչքեր ունի, թուրքերի, սենց պոչիկներով, սուր ծայրով, քթից հեռու, շատ հեռու, էդի անգլերենով կոչվում է hypertelorism, hypertelorism էդ հոգեկան հիվանդության աչքերի կազմվածք, ասեց է սենց մարդիկ իրանք ոճրագործներ են, աչքերը շատ պուջուր կապույտ, ըղք, ես զզվում եմ կապույտ աչքերից, կներեք, մենակ կապույտ աչքերը ես սիրում եմ հայերի աչքերը, մեծ իմ աղջիկը, մեծ աղջիկը կապույտ աչքեր ունի, սիրուն են, են սիրուն կապույտ ա, ստից կապույտ չի, սիրուն կապույտ, մեծ, շատ սիրուն, մեծ աչքեր ունի հայկական, սրանց աչքերը հայկական չի, պուջուր կապույտ, շատ հեռու, քթից հեռու, ականջների հետևն է ընկնում, ես իրանց ասում եմ ձեր մաշկի ծակերը ավելի մեծ են, քան թե ձեր աչքերը գժվում են, շատ տգեղ մաշկ ունեն, յուղերի մեջ կորած ծակերն էլ մեծ ծակերով, շատ վատ մաշկ ունեն, ես ամեն ինչս շատ գեղեցկուհի էի, ես ինձ նախանձում էին, որ իրանք տգեղ են, ես սիրում իմ
ինձ ճանաչողները սպիտակի սարամեջի բոլորն էլ գիտեն, որ ես այնքան սիրուն աղջիկ եմ եղել, իմ աչքերը արդեն հերիք էր, որ մարդիկ նախանձից մեռել են իմ աչքերի վրա, մեծ կանաչ, սենց ոսկեգույն կանաչ, մեծ սիրուն աչքեր, փոքր քիթ, ամեն ինչը, ես որ Ամերիկա եկա, բոլորը գժվում էին, ասում էին, ես ինչ գեղեցկուհի ես, ինձ նմանացնում էին դերասանուհիների եւ Miss Universe-ի հետ, աշխարհի գեղեցկուհիների հետ էին ինձ համեմատում։ Ինձ ասում էին, ինչ գեղեցկուհի, ասում են, դու ո՞նց ես ամուսնացել ես մարդուն, էլ չգիտեն, որ ես ինքը իմ ամուսինը չի, ես իրան չեմ ամուսնացել, ինքը իմ փիմփն է, կոտոշն է, որ ինձ թրաֆիկինգ անում, ինքը իմ ամուսինը չի եղել, եթե ինձ ամուսին լիներ, եթե ինքը լավ ամուսին լիներ կամ ամուսին լիներ, որ մեկ կինը ամուսնուն կամ լավ ամուսնուն կթողնի գնա, չէ, ինքը ինձ ամուսին չի եղել, հոգեկան հիվանդ տերորիստ, ինչ տգեղ է այդ Հարութը, դրան ամեն տգեղ մարդ ես կյանքիս մեջ չեմ հանդիպել։ Տարիքը կապ չունի, ես հիմա տեսնում եմ տարիքով մարդիկ այնքան գեղեցիկ են Ամերիկայում կան, մեծ տարիքով մարդիկ։ Ես տեսել եմ 78 տարեկան մարդ մի քանի օր առաջ, վրայից աստվածություն այնքան սիրուն են, տարիքը ինչ կապ ունի, ինքը տգեղ եղել է փոքրուց արդեն, տենց է ծնվել, տգեղ։ Իրանց արյան մեջ հոգեկան հիվանդ արյուն կա, այդպես տգեղ են ծնվում, դրա համար չարչարում է իմ աղջկան, նախանձում է մեր հարաբերությունների մեջ, այս Հարութը նախանձում է իմ հարաբերությունները իմ ազգականների հետ, մենք սիրով ենք, մեր ընտանիքներում հարաբերությունները շատ լավ է, նախանձում է, որ իրանց ընտանիքում չկա, իմ հարաբերությունը իմ աղջիկների, իմ աղջկա հետ, Նաթալիի հետ, լավ քանդեց մեր հարաբերությունը, աղջկաս խաբեց, վախեցրեց, տարավ, չարություն է անում, աղջկաս գեշություն է անում, վատություններ, կեղտոտ բաներ է սովորացնում, չարչարում է, սոված անքում, ես իմ աղջկան թագուհու պես եմ մեծացրել, Նյու Ջերսիի հայերը եւ ամերիկացիները դա լավ գիտեն, նախանձում էին մեզ ամբողջ Նյու Ջերսիի ժողովուրդը, որ իմ աղջիկը ինքան ընտիր ուսանողի ա եղել, մա իմ աղջիկը first honor, high honor student, իրան ոսկե մեդալ տվեցին, իմ աղջիկը ինքան խելացի էր, որ ամբողջ Ամերիկան, իրան ես ունեմ բոլոր անգլերենով, իրան գրել էին, նամակ էին ղրգել, որ մենք ուզում ենք, որ դու մասնակցես, որպես leadership, ընտրել են որպես իրան մասնակցի, որպես politician, որպես leadership, նույնիսկ FBI agent իրան ասեցին, FBI-ը, դուք ոնց եք ասում, Federal Bureau of Investigation, իրան նույնիսկ FBI agent ուզեցին, որ դառնա, leader, politician, ինքան որ խելացի, շատ լավ էր սովորում, ու ես իրա կողքին եմ կանգնել, ես էլ եմ շատ լավ սովորող եղել, իմ ձեռքի գրագետությունը, մենք տաղանդավոր երգչուհի, իմ ձայնը երգչուհի, բանաստեղծուհի, պարուհի, ամեն ինչ իմ ձեռքից եկել է, ամեն ինչ իմ ձեռքից եկել է, ու ես ոտքից գլուխ, մաքրություն, սրբություն, ամենալավ մարդկանցից մեկն եմ եղել, թե Ամերիկայում, թե Հայաստանում, ամենալավ մաման ու ամենալավ մարդը, բարձր դասակարգի մարդ եմ ես Հարութը իր ընտանիքի անդամները ցածր դասակարգ են, նրանք այնտեղ մարդ չկա, կեղտոտ են իրանք, տերորիստ են, ու ինքը վատ կյանքով ապրել, ծերացել է, ու տենց պետք է մեռնի դժոխք գնա, սատկելու է, տարիքը եկել է սատկելու, դաժան կյանք է ունեցել ինքը, փառք Աստծո, իր Աստծո պատիժը անցյալում եղել է, մինչև այսօր ինքը տառապում է, իր մայրը դեղերով ապրում 100 քանի տարեկան, չի սատկում, ինչու Աստված տվել է երկար կյանք, որ ապաշխարեն, Աստված թույլ է տալիս մարդիկ երկար ապրեն, որ ապաշխարեն, լավերին տանում է, ու տենց նախանձում էր Հարութը, որ ես ու իմ աղջիկը մարդկանցից հարգվում ենք, մարդիկ մեզ սիրում են, մենք սիրուն ենք, ինքը տգեղ է, իրան վրացի ծաղում են, իր ամոր վրացի ծաղում են, իրան չեն հարգում, նախանձում է իմ հարաբերությունները իմ աղջիկա հետ,
որ ինքը դա չի տեսել իր ծնողից, չէ իր մայրը եւ ինքը իր քույրը եւ ինքը չունեն այդ հարաբերությունները, այդ սերը չունեն, իրանց ընտանիքներում դա չկա, մի հավատացեք այդ, որ գցում են Facebook-ով յանիմ ընկերներ են, Facebook-ով են նրանք ընկերներ, իրական կյանքում իրար միս են ուտում։ Մենակ հարութը աշխատում է, նրանց պահում է, որ նրանք իրան ասեն, վայ, աղոր ջան, ինքը կարոտ է, հասկանում եք, իրան մեկը մարդու տեղ չի դնում, դրա համար ինքը ինքան փող է ծախսում իր քրոջ վրա, քրոջ աղջկա վրա, որ իրան մարդու տեղ դնեն, նույնիսկ փող այդ մի օրը ջան են ասում, հաջորդ օրը նորից իր անունը մեկը չի տալիս, մենակ իրան օգտագործում են, փոքրուց իրան օգտագործել են մինչև այսօր, ու ինքը սեր չի տեսել, ես իր կյանքի մեջ լույս էի, բայց ինքը լույսը չուզեց ընդունել, ինձ վատություն արեց, իմ աղջկան վատություն արեց, իր առաջվա կնգան վատություն արել, փողերը գողացել է, իր մյուս աղջկան էլ վատություն արել, վատ իր ծնողը, իր մայրը, իր կյանքը թունավորել է, ես իմ ծնողը, իմ մայրս ինչ լավ մայր էր, ու հետո մամաս, պապաս մերել գնացել են, ես նրանց տեղը չեմ զգացել, Աստված ինձ բժշկել է, իմ հոգին իմ մեջ լցրել է սիրով, ուրախությունով, ես շատ երջանիկ երեխա էի, բոլորը գիտեն հայաստանցիները, շատ ուրախ եմ եղել, ու նախանձում էին, մեզ նախանձում է Հարութը, իմ հարաբերությունները, իմ երեխաների հետ, իմ հարաբերությունները մյուս մարդկանց հետ, ինքը չունի, ինքը չգիտի դա ինչա, ես ունեմ dignity, դրա հայկական բառերը մոռացել եմ այս պահին, integrity, class, beauty, ես ինքս շատ գեղեցիկ աղջիկ էի, դե կորցրեցի գեղեցկությունս, տենց կեղտոտների մեջ ընկնելով, խլեցին ինձանից ամեն ինչ, բայց նորից ետ կվերականգնվի, շատ գեղեցիկ եմ եղել, իմ աչքերը մենակ արդեն այնքան գրավիչ էին, որ մարդիկ գժվում էին իմ վրա, ես որ ապրում էի Նյու Յորքում, Նյու Ջերսիում, դրա համար էին ինձ trafficking անում, sex trafficking, գեղեցիկ աղջիկների հետևից են գնում, տգեղների հետևից չեն գնում, տգեղները իր քրոջ աղջիկը չէր կարող աշխատել փող, իրան ստիպում էր մարդիկ, որ իր հետ գնան, մարդիկ իրան չէին ուզում, փող քիչ չէին տալիս, դրա համար սկսեց մեզ trafficking անել ինձ, իմ աղջկան մյուս երեխաներին, որ այդ ձևով գումար աշխատեն, կեղտոտ ճամփաներով, organ trafficking են անում երիկամների վաճառում, sex and labor trafficking են անում, Հայաստանում եւ աշխարհով մեկ իրան քրիստոնյայի տեղադրել, ինչ որ կրթված քրիստոնյա, ինչ որ ունի, ինչ որ լիցենզիաներ, կրթության թղթեր ու փաստաթղթեր, դրանք սաղսուտ են, դրանք կարած գնաց, ես կարամ եկուց գնամ տպել տամ այդ թղթերը։ Այդ դպրոցները, որ ինքը ավարտել է, ով են այդ դպրոցների տնօրենները եւ մեծերը քարոզիչները, մեկ հատ նրանց անունները տվեք։ Հետո Հարութը ինքը փողեր են մտցնում տակից, ասում են մեզ ասես քրոջ աղջկաս դիպլոմներ տվեք, credential, քրիստոնեական քարոզիչ դառնալու համար մեկ շաբաթվա մեջ կարաս գնաս Բիբլիան պետքա սովորես, հասկանում եք, Աստվածաշունչը կսովորես, քեզ կտան լիքը թղթեր, որպես ինչ-որ կրթված քարոզիչ կամ քրիստոնյա հոգեբան, հոգեկանը եղել է հոգեբան, սայկոփաթ, տերորիստները եղել են հոգեբաններ, նրանից ինչ հոգեբան, նայեք մի հատ իր վիդեոները ծիծաղն չի, սենց բան ա դնում դիմացը ու կարդում ա, մի խոսքով է Սիրիայի Լիբանանից եկածները չեն կարող կրթված լինեն, շատ քիչերն են նրանց մեջ, որ կրթված են, նրանք անկիրթ, անգրագետ հետամնաց ցածր դասակարգի են ընդհանրապես, շատ քիչերն են, որ լավն են, իր քրոջ աղջիկը ոչ մի կրթություն չունի, այդ բոլոր թղթերը տպել են, փողի մուննատ, փողով գնել են թղթեր, փաստաթղթեր, լիցենզիաներ, դիպլոմներ, սերտիֆիկետներ, certificates, credentials, license, okay, license, դրանք բոլորը տպված թղթեր են, սուտ պատմություններ, սաղ սուտ անենց են անում, որ մարդկանց խափեն, իրական մարդիկ չջոգեն, վայ մարդիկ ասում են, էսի քրիստոնյա, խելացի, կրթված հոգեբան ա, քրիստոնսի միջոցով մարդկանց հոգեբանորեն բժշկում, ասաղ սուտ ա, okay, ասում եմ ձեզ մի քանի օր առաջ բռնել էին, սրանք ազատվում են, այնքան խորամանկ են,
սիրիացիները իրանք շատ խորամանկ են, ամերիկացիներին կարան հեշտությամբ բռնեցնեն, հասկանում եք, ամերիկացիները իրանք միամիտ են, բայց Սիրիայից եկածները պատկերացնում ես ինչ կեղտոտ ձևերով են գալիս լցվում ամերիկաներն ու կանադաներն ու եվրոպաները, շատ խորամանկ երեխա տրաֆիկինգ անող թմրանյութ վաճառողներ են սրանք, հետո Հարութի քրոջ աղջիկը Նյու Ջերսիից ելավ փախավ Ֆլորիդա, Նյու Ջերսիում շատ բաներ կար արված, որ ջնջվեն, փախավ Ֆլորիդա, հուսամ կբռնվեն, հեյ Աստված, եթե չեն էլ բռնվում, իրանց կյանքը կյանքի նման չի, կարան 2 կոպեկ ունենան, 2 կոպեկով չեն կարա գնեն ոչ խաղաղություն, 3 բան չեն կարա գնեն, սեր, խաղաղություն եւ ազատություն, կոպեկ ունեն, բայց դաժան է իրանց կյանքը, հավատացեք, դաժան, դրա քրոջ աղջիկն էլ շատ հոգեկան հիվանդ պոռնիկներ են, շատ կեղտոտ, իրանց մեկը չի էլ ուզում, գնացեք Դուբայները, տեսեք արաբները ինչ աղջիկների հետ են ման գալիս, արաբները Դուբայում ման են գալիս, սիրուն ռուս նիհար աղջիկների հետ, ռուսների, ուկրաինացիների հետ, Հարութի քրոջ աղջիկը վրա չաղ, կարճ, մազոտ, մեծ քթերով, տգեղ, անգրագետ, իրանք սուտ բաներ են գցում Facebook-ով, դա դուք իրանց չեք ճանաչում, իրանց հետ դուք չեք ապրել, նույն հարկի տակ չեք ապրել, որ իրանց ճանաչեք։ Ես էլ մենք էլ կարանք ամեն ինչ գցենք Facebook-ով, բայց իրականությունը չէ։ Ու սրանց ընտանիքը հոգեկան հիվանդ նախանձում են մեզ, ինձ ու իմ աղջկան, մեր սերը, մեր խելացի լինելը, մեր տաղանդավոր լինելը, չէ որ հայ ենք, չէ, մենք հայաստանցի հայերը, բոլոր հայաստանցի հայերը տաղանդավոր են, մեկ տաղանդ չէ, ես պարուհի եմ եղել, երգչուհի, դերասանուհի, գրագետ, գրող, բանաստեղծ, գիրք գրող, խելացի, այս ձևով, բայց իրանք ով են, ստից ինչ-որ քրիստոնյա մեկը իր անվան տակ Հարութը փող է տալիս, որ գիրք գրեն, յանեմ թե Անի Առաքելյանն է գրել, այս Անի Առաքելյանն ասում է, իր գիրքը գրել է Հիսուսի մասին, յանեմ թե Հիսուսը գալիս է, իր հետ խոսում է, ինքը քարոզիչ է, Հիսուսը խոսում է, ինչ որ Հիսուսն ասում է, ինքը ասենց ոնց են ասում, սուտ գրքեր ա գրում Հիսուսի անվան տակ, որ մարդկանց խաբում է, բայց իրականում ինքը գնում է Հնդկաստան, Պակիստան, Հնդկաստան, գնում է Հայաստան, աղքատ, աֆրիկական այդ երկրներում, Մյանմար, այնտեղ երեխաներին տրաֆիկինգ են անում։ Ու գրքեր ա գրում, յան թե Հիսուսը գալիս է, իր այդ խոսում է, ինչ որ Հիսուսը իրան խոսում է, ինքը հետի գրում է։ Ես էլ գիրք եմ գրել, բանը, հրեշ, 3 վզանի հրեշը, թե ոնց թագուհին իր արցունքով բժշկում է, իմ գիրքը հեքիաթներ է, պատմություններ երեխաների համար, հեքիաթներ և պատմություններ, որ ինչպես է թագուհին, անգլերենով եմ գրում, իհարկե մի օր հայերենով կթարգմանվի և կգնա Հայաստան, թե ոնց է թագուհին իր արցունքով բժշկում վիրավորներին, հեքիաթներ, կարդացել եք, չէ, 3 վզանի հրեշը, որ ոնց տարավ այդ պառավը, խնձորը տվեց, թագուհին գերավ, մեռավ, չէ, այդ Snow White, դրա հայերենով մի քիչ դժվարանում եմ, իմ պատմություններն էլ են, հեքիաթներ եմ գրում երեխաների համար, ու ես ամեն օր իմ աղջիկը չքնելուց իրան հեքիաթներ եմ պատմում, մենք ամեն օր կարդում գրում, ես եմ իրան սովորացնում, իմ երեխաները երկուսն են շատ խելային, Նաթալին, իր նվագած պիանոները, իր հայերեն գրելը կարդալը, անգլերեն գրել կարդալը, անգլերենը, oh my god, շատ խելացի ընտրված, ոսկե մեդալով, մի քանի դպրոցներում ինքը հաղթեց ամեն առաջին տեղը, բոլորը մեզ նախանցում էին, ոչ թե միայն սիրիացիները, նույնիսկ ամերիկացիները, որ իրանց երեխեքը չէին հասնում
Նատալին ամենաառաջին ուսանողուհին էր, իմ մաման էլ ա տենց եղել, ես էլ եմ տենց եղել։ Նատալին Ամերիկայում ա հասել այդ ամեն ինչում, Հարութը հանեց դպրոցից, նախանձից տարել ա, չարչարում ա Նատալին, օգտագործում ա, սխալ բաներ են սովորացնում, կեղտոտ բաներ են սովորացնում, թրաֆիքինգ են անում եւ վախեցնում են Նատալին, իմ դեմ են տրամադրել, վախեցնում են, եթե չանես մամայիդ կսպանենք, քրոջդ կսպանենք, իրան էլ Աստված գիտի ինչեր են արել իր գլխին, ոնց են արել, իր դեմ են օգտագործում, որ վախեցնում են իրան, որ սուտ խոսա, վախից երեխեն խանգարում են երեխային, կեղտոտ է ինքը Հարութը նախանձից վատություն են անում, ինձ իմ երեխեքին, իմ փոքր աղջիկը իմ հետն է հիմա, Նաթալիի համար եմ ես պայքարում, խաբում են, օգտագործում է ինքն է Նաթալիին կեղտոտ բաներ էր անում Նաթալիի հետ, ինքը հիվանդ է, երեխաների հետ տենց բաներ է անում, գցում է իմ վրա, Ամերիկան Հայաստանից իմ նարայի միջոցով, այդ կեղտոտների միջոցով սուտ շարեր են արել, ղրգել են Ամերիկա, որ յանեմ թե իր արածները իմ վրա է գցում, ես երեխա եմ եղել, մեզ իրանք են սովորացրել, Նարան ու սիրիացիներն էին, Անի Արաքելյանն էր մեզ սովորացնում այդպես բաներ։ Իսկ Հարութը ինքը պարողած մարդ է, երեխաների հետ գնում այդպես բաներ անում։ Ես երեխա եմ եղել, մեզ սովորացրել են, ես այդպես բան չեմ արել, ես ինքս վիկտիմ եմ եղել, ես ինքս վիկտիմ եմ եղել, հայերենը ինչ անորեց վիկտիմ եմ։ Ես վիկտիմ եմ եղել, ինձ են արել այդ նույն բանը իմ հոպարիս երեխեքին մյուս հարևաններին սրնորեն, մեզ իրանք էին սովորացնում անել տալիս, մենք երեխա ենք եղել, վիկտիմ ենք եղել, մենք չենք հասկացել, իսկ Հարութը ինքը արդեն իմ հետ ամուսնանալը 40 քանի տարեկան էր ինձ հետ ամուսնացավ, ես երեխա էի, 19-20 տարեկան երեխա է, դեռ մեր ուղեղը չի կազմված, ինքը իմ տարիքից չեղել է, ինձանից մեծ է եղել տարիքով, իմ տարիքին ըններ, հա, խոսքի ես 20 տարեկան եմ, ինքն էլ 21-22 հասկացում, ինձանից 28 տարի մեծ, ու ես չեմ հասկանում, այս բաները ես չէի ջոգում, ու Հարութը արդեն գիտեր Նարայի արածներ իրար հետ, իրար միջոցով, Նարային փող տվեց, մեզ աշխատացնում էին, սխալ բաներ էին անում, կեղտոտ բաներ թուրքերի ձեռքն էին գցել, այն ժամանակվա պատմություններն եմ պատմում, նորից եմ ասում, ինձ սիրուն է իմ ապրած տեղը, thank you Jesus, Նարան ինքը նորմալ չի, շատ կեղտոտ է, նրան ոնց է մինչև այսօր չեն սպանել, ես զարմանում եմ, տղամարդ չկա, վախկոտ են իմ ազգականները, Քաքլան վախկոտ, իրանք իրանց տղամարդու տեղ են դրել, պատիվ ունեք, հելեք ծեցեք Նարային, թող ամեն ինչ խոսա, վախկոտ են, Նարան վախեցրել է Շիրոյին, Հարութի միջոցով, գնում է իմ հոպարին, վախեցնում է Նարան, Հարութի միջոցով Շիրոյին վախեցրել են, ծեծել են Շիրոյին, Նարան ու Նարայի աղբերը Ներսեսը վախեցնում են Հարութի միջոցով, Շիրոյին ասում են սխալ դվիժենիներ անես, Հարութը քեզ վիզիտ կկտրի, վախեցրել են, ծեծել են, վախեցնում են Շիրոյին Հարութի միջոցով, Նարան ու Ներսեսը շատ կեղտոտ, տերորիստ, Հարութի պես, Հարութի մարդիկ, շրջապատի մարդիկ ով են, տերորիստներ են, մի հատ Նունե Սուքիասյան կա, կեղտոտ մարմնավաճառ, յախք, դրանց հենց ոնց են մարդիկ ման գալիս, տերորիստներ, Հարութը բերեց այդ Նունե Սուքիասյանին Ամերիկա, Վարդան Նազարյանի մի հատ գտավ, Սիրիայի Լիբանանի հայ, փող տվեց, ասեց Նունեին բեր ընկերուհիս, ուզում եմ հետը ման գամ, բերել էր Ամերիկա, իրար հետ ման էին գալիս, Նունեն սաղի հետ ման եկավ Խորոզյանների, սաղ սիրիացիների հետ պարկում էր, յախք, փողի համար կեղտոտ երևանցիները, երևանցի էլ չեն նրանք, իրանցի է նման, պարսիգի է նման այդ Նունեն, դրա համար եմ ասում, հայկական պատմությունը մի սաղ բան կա, հայերի մեջ տարօրինակ ազգեր կան խառնված, ինչա, ուրեմն սենց Հարութը այո նախանձից գալիս է իմ աղջկա միջև նորից չունի այդ հարաբերությունը իրանց ընտանիքներում չկա այդ սերը, խելք կրթություն գոյություն չունի, խորամանկ են, բայց խորամանկությունը կրթություն չի,
Սատանան էլ էր խորամանկ, սատանան ինքը կեղտոտ է, սատանայի մարդիկն են, սրանք սատանայականներն են։ Ամբողջ Հարութի ընտանիքի անդամները սատանայի մարդիկ են, տերորիստ կեղտոտ ժողովուրդ են, կեղտոտ ընտանիք, որ դե հոպարի երեխեքը լավն են, նրա Հարութի մոր արյունը չի հոսում իր հոպարի և հոպարի երեխեքի մեջ, Հարութի հայրը լավ մարդ է եղել։ Ու Հարութը այո, մեր ուտելիքների մեջ թմրանյութ, պապիս ոնց էին թունավորում, նույն բան էին ձեյնանում Նաթալիին, Նարայի մատախարն է եղել Հայաստանում, դե Հարութը մեզանում էր Ամերիկայում, Երանի ես ժամանակին այդ հարցերը լուծեի, ես իրան ներում էի, չէ որ քրիստոնյա բարի աղջիկ եմ, ներել եմ, Հավիցյանս իմ թշնամիներին ներել եմ ու սիրել եմ ու իրանք հիմա ազատ ապրում են, ինչու, որովհետև իրանց ներել եմ ու սիրել եմ, պատկերացրեք իմ մակրությունը, անմեղությունը, սրբությունը, իմ բարձր դասակարգի, բարձր խավի, պետք չունես հարուստ միլիոնատեր լինես, որ բարձր խավի մարդ լինես դասակարգի, հասկանում եք Հիսուս Քրիստոսի սուրբ արյունը և DNA-ը իմ մեջն է հոսում այն Մարիան երակների մեջ, գեղեցկություն, տաղանդավոր, իմ երեխաներն են իմ նման, ու շատ բարի, չափից ավելի բարի, դա մեր Հիսուսի ամենամեծ պարգևն է, իմ երեխաները բարի են, Նաթալիին Հարութը փորձում է փոխել իր ուղեղը, փորձում է չարացնել, իրապես չար մարդ շինի, որ ուրախանա, չէ, որ ինքը դաժան մանկություն է ունեցել, նախանձում է, որ Նատալին լավ մայր ունի, ինքը լավ մայր չի ունեցել, բայց ամեն ինչ լավ կլինի, ես իմ աղջկան մի օր ընդեղից կազատեմ, դուրս կհանեմ, ու ես ոչ ոքի, ես մենակ իմ աղջկա ազատություն եմ ուզում, մյուսների հետ կապ չեմ ուզում հաստատեմ այլևս, քանի որ վաղկոտ քաքլան են իմ ազգականները, չեն հելել, ինձի պարդերշկա չեն արել, Հարութի կողմն են բռնում, ինձ դանակահարում են, չարախոսում են, նախանձում են, բամբասում են, հետո Հարութը իրանց ինչեր է խաբել, էլ Աստված գիտի ինչ սուտ բաներ է իրանց ասել, որ նրանք իր կողմն են բռնում, բայց մենակ դա չի հարցը, Հարութը նրանց վախեցնում է, վախեցրել է, նրանք վախից են Հարութի կողմը բռնում, վախից չեն ուզում հելնեն, վախենում են, որ Հարութը կարա շարունակի սպանել նրանց տղաներին, ոնց Յուրիկին սպանեց, էդի իրանց, ոնց են ասում, բանի է ենթարկել էլի, որ եթե շարունակեք, մյուսներն էլ սենց կսպանենք, կմորթենք, ասում եմ ձեզ նախանձում է, իմ ընտանիքի անդամները լավն են, ես բոլորին լավ եմ տեսնում, որովհետև ես լավն եմ, ուղղակի վաղկոտ են, քաքլան են, անխելք են, ու Հարութենք սենց բաներ էլ էին անում, վիդեոներ են շինում, յանեմ թե ես եմ, սխալ բաներ են շինում, գրգում են Հայաստան, տեսեք ձեր աղջիկները, ինչեր են անում, նույն բանը Նաթալիի գլխին են ես խաղերը խաղում, սաղ սուտ է, ինչ որ լսել եք, տեսել եք, էդի ես չեմ, ես հիմա սա եմ ես, YouTube ալիքը, որ բացել եմ, եսի ես եմ Թեհմինե Սարգսյանս, որ հիմա իմ ազգանունը և անունը տարբեր է, ես Թեհմինե Սարգսյանն եմ, ծնվել եմ Սպիտակում, հասկանում եք, Հարութը իմ անվան տակ սխալ վիդեոներ աշինել, սխալ շարեր, որ ասում են գլխիս շինել է, նույն բանը անում է երեխեքիս, աղջկաս, մեծ աղջկաս գլխին են շինում, էլ Աստված գիտի ինչեր են երեխուն արել, թմրանյութեր են տվել, նկարել են, իրա գլխին շինում են, ու իրան վախեցնում են խոսաս, իրա դեմ են, էդի, ուսում հանեն, սենց խապել է իմ ազգականներին, իմ անվան տակ բաներ աղրգել սրան նրան, սրանք չեմ ուզում ինձի տեսնել, ու իմ անվան տակ Հարութը սուտ նկարներ, վիդեոներ, գրություններ, պատմություններ, սենց իմ ընտանիքի մեջ գցել է, իմ ընտանիքի խաղաղությունն է խանգարել,
խաբել է մեր ազգականները, նրանք էլ էշի պես բռնել ու հավատացել են։ Ինչ որ տեսել եք իմ մասին, լսել եք նկար, վիդեո, պատմություններ, գրություններ, սաղ սուտ է, իրանք են շինել։ Էդի ես չեմ եղել, ըլ Աստված գիտի ինչեր արել, նույն բանը իմ աղջիկան են անում, Նաթալի Օրյանին, Նաթալիի գլխին են այդ նույն խաղերը խաղում, վախեցնում, իր դեմ են օգտագործում, իրան իմ աղջիկան ասել են, որ դու տղա ես, աղջիկ չես, Հարութը եւ այդ Սիրիայի կիղտոտ քածերը, սենց բաներ են սովորացրել, տերորիստները, Հարութի աղջիկը չարություն են անում, քանի որ իրանք կեղտոտ են, կեղտոտ բաներ են անում երեխաների իմ հանդեպ, մեր հայ ժողովրդի եւ անմեղ երեխաների դեմ։ Ու դա օգտագործում են իմ աղջիկա դեմ, վախեցնում են իրան, էլ Աստված գիտի իմ աղջիկա միջոցով կարող է իմ աղջիկան ասեցին, առես թույնը, մտքովս էլ ինչ ասես անցնում է, նրանցից ամեն ինչ սպասելի է։ Ով գիտի իմ աղջիկան ասեցին քո մայրը քեզ չի սիրում, քեզ ատում է, տենց բաներ են արել, քրոջդ փոքր քրոջդ սիրում է, քեզի չի սիրում։ Ես երկու հատ աղջիկ ունեմ, բայց Հարութը իմ գիտենալով ունի մի ուրիշ աղջիկ իր առաջվա ամուսնությունից եւ ինձ հետ իմ Նաթալին է ծնվել։ Ես երկու հատ աղջիկ ունեմ, երկուսն էլ ծնվել են բռնաբարությունից։ Ես Հարութի հետ չեմ ուզեցել պսակվեմ երեխա ունենամ, այդ բռնաբարել է ինձ, երեխա եմ ունեցել։ Փոքր աղջիկս ինձ տրաֆիկինգ էր անում, Հարութը մուսուլմանների ձեռքներ գցել, ասում էր նրանց գնացեք թուրքերի, պակիստանցիների, ադրբեջանցիների ձեռքն է ինձ գցել, ասել է սրան բռնաբարեք, սա հայ է, քրիստոնյա է, մաքուր հայ է, հայաստանցի հայ է, մաքուր քրիստոնյա է, ձեր թշնամին է ու ինձ տրաֆիկինգ էր անում, Անի Առաքելյանը հազարավոր դոլարներ էր իմ վրա աշխատում։ Դրա համար իմ փոքր աղջիկը ծնվել է, մուսուլմանի երեխա է, ինձանից է ծնվել, ես իմ աղջիկը ինքան բարի է, մամայից են ժառանգում, մամաներից են ժառանգում իրանց խելքը և բարիությունը, կարևոր չի նրա հայրը մուսուլման է, իմ աղջիկա երակների մեջ հոսում է Հիսուս Քրիստոսի սուրբ արյունը, սուրբ DNA-ը, տրաֆիկինգից է ծնվել իմ աղջիկը, շատ սիրուն, շատ բարի, շատ խելացի, աշխարհի ամենաբարի երեխեքա ունեմ, քանի որ նրանք իմ երեխեքն են, ես նրանց երեխա իմ աղջկանով տեսնում ասում են աշխարհի ամենաբարի մարդիկ եք դու եւ քո աղջիկը սովորել է քեզանից ինչ բարի եք դուք, տենց են ասում մարդիկ, ասում են մենք Ամերիկայի մեջ սենց երեխա չենք տեսել, այսքան բարի, Ես երեխան ասում են Ամերիկայի երեխա չի, չէ, ասում եմ Ամերիկայի երեխա չի, նա իմ երեխան է։ Ասում են քեզանից է ինքը սովորում, ինքան բարի են իմ երեխաները, իմ մեծ աղջիկներն էլ տենց։ Հարութն ու Անի Առաքելյանը նախանձից իմ աղջկան բրենվաշ են անում, ուղեղի հետ խաղում են, ուղեղը ուտում են եւ գլխին շինում են, ուզում են, որ իրան չարացնեն, վատացնեն, վատ մարդ շինեն ու իրա միջոցով ուզում են իրան գլխին վտանգներ են ուզում բերեն, որ ինձ վատություն անեն, ասելով, դե Հարութը իմ աղջիկան տրաֆիկինգ էր անում, Նյու Ջերսիի մեծերի ծախում էր, փոքր պուջուր նորածին երեխա էր, արդեն Հարութը իրան կեղտոտ բաներ էր անում իմ երեխուն ու վաճառում էր մուսուլմաններին ու Նյու Ջերսիի մեծերին, դատավոր, դատախազ, այտենց մարդիկ են, որ երեխաներին հետ վատ բաներ են անում։ Փեդոֆայլները պարզ մարդիկ չեն, փեդոֆայլները երեխաներ չեն, շատ հազվագյուտ, հազվադեպ է լինում, որ փեդոֆայլները լինում են կանայք, դա Հարութի քույրն է, քրոջ աղջիկն է, մեկ էլ նարան։ Շատ հազվադեպ է լինում, որ փեդոֆայլները լինում են կին, ընդհանրապես փեդոֆայլները պարաված ծեր տղամարդիկ են լինում, հարուստներ, դատավորներ, դատախազներ, politician, միլիարդատեր, միլիոնատեր, ինչու են հարուստները սենց բաներ անում, իրանք այնքան փող ունեն, այնքան բան են տեսել, այնքան բան են արել, որ իրանց էլ ոչ մի բան չի հետաքրքրում, արդեն իրանց աչքը գցում են երեխաների վրա, ու քանի որ իրանք փող ունեն, բայց սեր չունեն, երեխաներին բռնաբարելով, օգտագործելով, իրանք, չէ որ սուրբ են երեխաները, անմեղ են, չէ, անմեղ սուրբ են,
երեխաներին բռնաբարելով նրանք այդ սերը ստանում են երեխաներից, քանի որ իրանք փող ունեն, բայց սեր չունեն։ Հարութը նույն բանը արել է իմ աղջկան, որ սեր ստանա, ինձ էր անում, որ սեր ստանա։ Չէ՞ որ մենք երեխա ենք, ու իմ աղջկան վաճառում է, դրա համար էլ Հարութին չեն բռնում, բանտ չեն տանում, քանի որ ինքը ծախել է իմ աղջկան Նյու Ջերսիի հարուստների հետ։ Սիրիայի հարուստները, հայի դիմակով թուրքերը պեդոֆայլներ են, հարուստ փողով մարդիկ պեդոֆայլներ են, պեդոֆայլները ես չեմ, երեխաները չեն, մեր նման պարզ մարդիկ չեն, պեդոֆայլները ընդհանրապես լինում են հարուստները, նորից եմ ասում, նրանք այնքան փող ունեն, հազարավոր կանանց հետ են ման գալիս, տղամարդկանց ինչ ասես անում են, վերջում տեսնում են, որ ամեն ինչ դատարկ արդեն իրանց աչքը գցում են երեխաների վրա, հասկանում եք, ու սեր են ուզում, ումից երեխաներից, ու իրանք խանգարված հիվանդ են, իրանց դեմքից երևում է, ու պեդոֆայլները լինում են եկեղեցականները, մուսուլմանները, իրանց կրոնը, իրանց Մուհամեդը տենց պեդոֆայլ է եղել, քրիստոնեական բոլոր հարուստները, եկեղեցականներն են տենց բաներ անում, գիտեք, գնացեք, բացեք, ամբողջ աշխարհը գիտի այդ մասին, բժիշկները, ուսուցչուհիները, politician-ները, հարուստ մարդիկ, դատավոր, դատախազ, ոստիկանները, զինվորները, այս սրանք են, որ սենց կեղտոտ բաների մեջ են մտած, ոչ թե մեր նման պարզ գեղացի մարդիկ, հատկապես եկեղեցականները շատ կեղտոտ բաներ են անում։ Ու Հարութին ասում եմ, չեն բռնում, որովհետև ինքը խաբել է իմ դեմ, սխալ բաներ է տարել դատավարանում հանձնել, ես էլ ասում եմ, ինչու էին պահի տակ, ոստիկանները ինձ հետևում էին տարիներով, չեմ հասկանում, ինչ է կատարում, ասում եմ, ես ինչ եմ արել, չեն ոստիկանները իմ հետևից ընկել, FBI-ը ոստիկանները, հետո նոր հասկացա, որ ես ու Հարութը այս բաները անում է առանց իմ իմանալու, ինձ չի հասում, ու այս հարցերի մեջ մտցնում է հազարավոր մարդկանց, ինքը ինձ վատություն է ուզում անի, բայց ինքը մենակով չի կարող իմ հախից գա, քանի որ ես այնքան խելացի եմ, այնքան ինտելիգենտ եմ, հասկանում եք, ինտելիգենտ, okay, այնքան ինտելիգենտ եմ, որ ինքը մենակով տղամարդ չի, ինքը սրտից պուծ է, ինքը կեղտոտ, ինչ տեսակ պուծ է, STD-ով, բանով հիվանդ, դիզիզներով, հիվանդություններով, շատ կներեք քունված պուծայինք, կեղտոտ քածից ծնված, կեղտոտ քածել ինքնա, շատ կեղտոտ այնք արդեն դեմքից կտենակ սիրտներըտ կխարնվի, կծել եմ մի հատ նկար, ջնջում են իմ բոլոր Facebook-ը, Instagram-ը, ինչու, որովհետև ես կարևոր բաներ եմ գցում, դե որ էդի սուտ է, դե ահա, ինչու եք ջնջում, չէ, եթե ես, ինչու եք հաքինգ անում, հագդել են դրսում պակիստանցիներին փող են տալիս, ասում են մի հատ կա պակիստանցի, որ նրանց հետ էին աշխատում, նրա համար $1000 մեծ գումար է, $1000 տալիս, ասում է գնա հաքինգ արա, պակիստանցի տերորիստները գալիս են իմ Facebook-ը, Instagram-ը հաքինգ են արել, ու սրանց հետ են Հարութի ընկերները, պակիստանցիներ, թուրքեր, ադրբեջանցիներ, արյանք ընտանիքի հայերին ատում են, ասում են լավ եղավ, որ Հայաստանից ցեղասպանությունը եղավ, Հարութը ասում էր լավ եղավ, ես էլ ասում եմ լավ եղավ, եթե իր քրոջն ու աղբորը իսկապես սպանել են, շատ լավ են արել, թողելով մնա ինչ անեն, նույն բանը ինքը մեր հայկական ցեղասպանությանն ասում, թողելով մնա ինչ էր լինի ցեղասպանություն, պատկերացրեք ինչ կեղտոտ տերորիստ է։ Ատում է հայերին վատություն են անում, իմ ամբողջ ընտանիքին վատություն են արել։ Ես իմ ընտանիքի անդամներին խղճում եմ, ապագային ես իրանց հետ էլ կապ չեմ հաստատի, ամեն ինչ կշտկվի, ես գիտեմ, որ Աստված իմ կյանքը շտկելու է, իմ աղջիկը հետ է գալու ինձ միանա, բայց ես իմ ընտանիքի անդամների հետ այլևս կապ չեմ պահի, որովհետև քանի տարի եղավ ես դուրս եմ եկել Ամերիկայից 25 տարի, այն Հայաստանից 25 տարի դուրս եմ եկել ու իրանց հետ ես կապ չեմ ունեցել, ոչ թե որ ես չեմ ուզեցել, այլ իրանք
Հարութը խառնում էր, իրանք էլ հավատում էին Հարութի խառնություններին, էլ ոնց է խաբել իրանց Հարութը, էլ Աստված գիտի։ Էլ ինչեր աղարգել, նկարներ, վիդեոներ իմ գլխին ինչեր են շինել, որ ես նույնիսկ չեմ հիշում, չեմ տեսել, չեմ լսել, կարող է ես էլ չեմ եղել, նկարներ են շինել իմ դեմքով մարդ անում են, դե ամեն ինչ փողին ունատ։ Էլ Աստված գիտի ինչ արել, նրանք էլ տեսել են, հավատում են։ Էլ Աստված գիտի Հարութը նրանց, օլ Աստված իր արածները իմ վրա է գցել։ Միգուցե ասելա, թե Հիմինեն իր աղջկան էլա, աղջկա հետ բաներ անում, երեխաների հետ, էլ Աստված գիտի ինչեր է խաբել, որ իմ ընտանիքի անդամները նրան էլ իմ պապը գիտեր, որ ինքը սուտ է, դրա համար իմ պապին սպանեցին։ Հոպարիս տղեն գիտեր, որ ինքը սուտ է, հոպարիս տղեն հելնելու էր, խոսալու էր իրանց արածների մասին, սպանեցին, ով որ հելնում է, որ խոսա, իրան կարևոր մարդկանց սպանում են, որ չխոսան, ինձ էլ ուզեցան սպանեն, 15 անգամ ինձ թունավորել են։ Հա, ազդեց առողջությանս վրա, բայց կենդանի եմ, չսպանեց ինձ։ Այսօր կենդանի եմ մնացել, որ ձեզ պատմեմ, այս պատմությունը ես անգլերենով շատ չեմ խոսացել, սենց երկար, մի օր ժամանակ գտնեմ, անգլերենով կպատմեմ։ Այն նույն բանը իմ աղջկաս անում, Հարութը իր արածները իմ վրա է գցում, ես քանի հոգեբանների եմ տեսել, հոգեբաններ, որ շատ խելացի են, երբ որ գալիս է sex trafficking, այս հոգեբանները մենակ sex abuse-ով բռնաբարված աղջիկների հետ են նստում, քննարկում այս հարցերը։ Երբ որ ասեցի, որ իմ վրա սեն շարեր են արել, ասում է, որ այս հոգեկան հիվանդները Հարութի պես, Հարութի քրոջ աղջկա պես, տերորիստ կեղտոտ հոգեկան հիվանդները, երբ որ մեկի վրա սեն շարեր են անում, իրանք իրանց արածներն են պատմում, ասում է։ Անգլերենով ասեց, it's a confession. Their false accusations against you is a confession what they do. Ասեց, որ իրանց արածները քո վրա են շարանում, երբ որ մեկը գալիս է քո վրա սեն շարերը անում, մեկը գա, հիմա ինձ մեկը գա պատմի, ասի իմ կնիկը սենց բան արեց, արդեն ես գիտեմ ինքը իր արածները գցում է կնգա վրա։ Քանի որ ես չեմ եղել, ես հիմա 25 տարին անցավ նոր եմ խոսում այս պատմությունները, վերջին 3 տարվա մեջ եմ, 2 տարվա մեջ եմ էսի պատմում, Հարութը իմ հետևից ինչեր է արել, ինչ որ իմ մասին խոսացել է, ինքը իր արածները գցել է իմ վրա։ Էդի արդեն բժշկուհիները սրանք շատ խելացի, իտալացի, անգլիացի և հրեա շատ խելացի, իրանք հոգեբաններ են, հրեաները աշխարհի ամենախելացի ազգն են, իտալացի, ամերիկացի, ինձ ասեցին Հարութը իր արածները գցել է քո վրա, it's a confession, the false accusations are a confession, իրանց սուտ պատմությունները, իրանց խոստովանում են, իրանք իրանց արածներն են խոստովանում, ինչ որ քո մասին սուտ խոսում են քո հետևից, իրանց արածներն են խոստովանում։ Ես չգիտեի սա, որ սենց բաներ արել իմ հետևից, ես էլ ասում եմ, ինչու է դատավորը սրա կողմը բռնում։ Նայում եմ ասում, տերորիստ է, սրա կողմն է, ոստիկանները հետևում են, FBI ինձ հետևում է, քանի տարի, զարմանում եմ, ասում եմ, ես ինչ եմ չեն էլ ձերբակալում, որովհետև փաստ չունեն, չէ։ Սրանք ինձ զանգել են FBI-ին, զանգել են ոստիկաններին, սուտ դատավորների ձեռքն են տվել, պատմություններ իմ մասին, սենց բաներ, երեխաների հետ, իր արածները իմ վրա է գցում։ Ես էլ իր երեխան օրենքով ինձ բռնաբարում է Ամերիկայում, ինձանից 28 տարի մեծ։ Ասում եմ, ես ինչ է ոստիկանները սենց ինձ անհանգիստ են անում միշտ, չեն ձերբակալում, բանտ չեն տանում, բայց հանգիստ չեն թողնում, ինչ է կատարվում։ Հետո մի օր աչքս բացվեց, վայ ասում եմ, սենց բաներ են արել սրանք, Աստված իմ հոգու մեջ, սրտիս մեջ ուղեղս բացեց, ու ես սրանց ներել եմ տարիներով, սիրել եմ, ինքան աստվածապաշտ եմ, ինքան սուրբ եմ ու մաքուր է իմ հոգին, ինքան անմեղ եմ, որ տարիներով ես հոգեկաններին ներել եմ ու սիրել եմ, ոնց կարաս դու հոգեկան հիվանդին ներես ու սիրես։ Նրանք զգացում չունեն, narcissistic psychopaths։
Վայ, ասում եմ, էս ա եղել պատճառը։ Ու ինքը իմ հետևից անում, ինձ չի ասում, որ պետք է գնամ սենց բաներ անեմ, որովհետև ինքը գիտի, որ տենց բաներ չկա, սուտ ա, չէ, սուտ բաները թաքուն, քու հետևից են անում։ Եթե ճիշտ ըլներ, թող բացեր դատարանում, ճիշտ, որ ես էլ ելնեմ իմ պատմությունը պատմեմ։ Սուտ իմ հետևից անում, գաղտնի անում, որ ես չխոսամ, որ ես էլ չեմ խոսում, դատավորն ասում է, որ չելնեմ, չէ, ինքս ինձ չպաշտպանեմ, հասկանում եք, գաղտնի իմ հետևից սուտ բաներ ա, վայ, ասում եմ, ասենց բան ա եղել, ինքը իր առածները իմ վրա ա գցել։ Ասում եմ քեզ, ինձ չի ասում, գաղտնի անում, թաքուն իմ հետևից, առանց իմ իմանալու, ես էլ անմեղ չեմ հասկանում, ինչ ա կատարվում, ինչին ոստիկանները, FBI-ը, դատավորները բռնել իրան են պաշտպանում։ Հետո նոր հասկացա, որ այս շարերը Հայաստանից նարայի միջոցով գցել են Ամերիկա, ասել են, որ իրանիմ թե ինքն է, չէ, փեդոֆայլը, իմ վրա ինքս էլ, որ իրանիմ թե ես փեդոֆայլ եմ, ու ես նույնիսկ Ամերիկա, եթե ես փեդոֆայլ եմ, Ամերիկա ինձ չեն բռնել, Ամերիկա իսկական փեդոֆայլները, ասում եմ չես, իրա փողով մարդիկ են, պառաված ծեր տկեղ մարդիկ երևում ա իրանց երեսից, ես անմեղ որբ երեխա, ես ինքս բան եմ եղել, փրկվել եմ փեդոֆայլներից, փոքրուց ինձ վատություն են արել, այս նարայի մարդիկ, նարան ու այս սիրիացիները, այս կեղտոտները, ես ինքս եղել եմ, ոնց են ասում, վիկտիմ, և դա իմ դեմ ա օգտագործում, ինձ վատություն անում է տերորիստը, բախտը բերել ա թե իրա, թե իմ, այսինքն իմ բախտն ա բերել, եթե ես էդի հասկանայի ջոգեի ժամանակին, ես իրանց կմորթեի բոլորին ու բանդ կգնայի, Աստված ինձ փրկել ա, ազատել ա, ընդեղից հանել ա, բանդ չգնամ, չի թույլ տվել, որ իրանց սպանեմ, որ բանդ չգնամ, սենց շարեր են իմ վրա արել, տենց շար անողներին գիտես մահապատիժ ա հասնում, ես չեմ անելու դա, նրան պետք է աթոռի վրա դնի Ամերիկայի կառավարությունը, հիմա ինձ փողեր ա պետք, որ ես գնամ, պայքարեմ իրան դեմ և ապացուցեմ, որ իր ասածները սաղ սուտ ա, բայց ես շատ հեռու եմ ընդեղից արդեն, հազարավոր կիլոմետրերով հեռու եմ, գումար ա պետք, ես այդ գումարը չունեմ, մենակ մեկ բան է, ես հիմա իմ աղջկան պետք է մեծացնեմ, խաղաղ, հանգիստ իմ կյանք ապրեմ և պայքարեմ մեծ աղջկաս ազատության համար։ Ես ինքս անմեղ երեխա եմ եղել, ես փեդոֆայլ չեմ, փեդոֆայլների աչքերից երևում ա, իրանց դեմքից երևում ա, ես երեխա եմ եղել, ես կին եմ եղել, աղջիկ եմ եղել, աղջիկները շատ հազվադեպ ա, որ աղջիկները փեդոֆայլ են լինում, հասկանաք, եթե տղամարդիկ և հարուստ, նրանք բժիշկներն են, դատավորներ, դատախազներ, եկեղեցականներ, նրանք են այդպես բաներ անում, իմ գլխին շինել են, իմ հետևից ինչ շարեր արել, էլ ինչ արել, էլ Աստված գիտի, էլ ինչեր են իմ գլխին շինել, ղրգել իմ հոպարներին, իմ ազգականներին, իմ բարեկամներին, նրանք էլ չեն ասում, ամենավատ բանը այն ա, որ ինձ մի օր չեն զանգում ասում, նրանք էլ հավատում են, էլ ոնց ա խաբել, որ հավատացել են, էլ ոնց էր իմ գլխին, կարող ինձ թմրանյութեր տվեց, դեղեր, թույներ, էլ ինչ տվեն իմ երակների մեջ, քնցրեցին, ինչեր արեցին ինձ, երեխայի հետ, նկարեցին, ղրգեցին, նրանց ասում են տեսեք, որ սենց բաներ անում, էլ Աստված գիտի, ես չգիտեմ ինչ են արել, որ իմ ազգականները ելնում են իրա կողմն են բռնում ու հավատում են։ Նա իմ մանկության բաները իմ գլխին շինել ա, իմ դեմը, իմ գլխին շինել ա, խաբում ա մարդկանց, ու այդ ձևով ինձի աշխարից կտրեց ու ինձի թրաֆիկինգ էր անում։ Էլ չգիտեմ, էլ Աստված գիտի ինչ են արել իմ գլխին, էլ ինչ վիդեոներ են նկարել իմ անվան տակ, յանեմ թե ես եմ կամ միգուցե ես եմ եղել, ինձ քնցրել են, դեղեր են տվել, չգիտա, ես չեմ հիշում, չգիտեմ ինչ են արել, էլ ինձ նկարել են, նույն բանը կարող ա իմ աղջկան են արել, կարող ա ես նույնիսկ մտածում եմ իմ աղջկան Նատալիի միջոցով թունավորել են իմ ուտելիքները, հիմա իրան ասում են, եթե ելնես, մորդ պաշտպանես կամ մորդ գաղտնիքները
մեր արածները հանգարց լինես պատմես FBI-ին եւ Ամերիկայի կառավարությանը, մենք FBI-ին կասենք, որ դու ես թունավորել քո մամային։ Էլ Աստված գիտի ինչ են անել տվել իմ աղջկան, Աստված գիտի, կարող է նորից եմ ասում, իր միջոցով թույն գցեցին իմ ուտելիքների մեջ, նրա միջոցով վատություն էին ուզում անեին, նրանք իմ աղջկան սովորացնում էին, որ գնա Լիլիին ծեծիր, սպանիր, որ Լիլին մեռնի, դու էլ բանտ գնաս։ Էլ Աստված գիտի ինչ են իմ աղջկան պրոգրամանում իր այդ անմեղ, ես այդպես մարդկանց մեջ եմ ապրել տարիներով, նրանցից ամեն ինչ սպասել է, նրանք մարդասպան են, նրանք ջենոսայդ, հայկական ցեղասպանության մասնակիցներն են, ցեղասպանություն են արել հայերին, իմ ընտանիքի անդամներին, անմեղ երեխաներին մորթել են, երիկամ, էլ մարդասպան, տերորիստ, ցեղասպան անողից ինչ կսպասես։ Էլ Աստված գիտի, մտածում եմ արդյոք ինչ են իմ աղջկան արել, որ իմ աղջիկը վախենում է Հելնի ճիշտը պատմի։ Վախեցրել են իրան, խաբել են իրան եւ գլխին շինել են։ Նույն բանը իմ հետ, եթե դուք իմ անվան տակ ինչ-որ բաներ տեսնեք, դա ես չեմ, զանգեք ինձի, կապակցվեք ինձի իմ WhatsApp-ի թիվը 619-743-2108 Հուսամ դա այդ թիվը այս պահին շատ թվեր են ես ունեցել եւ բոլոր թվերը ջնջել են, որովհետեւ իրանք գալիս էին եւ իմ account-ը hacking են արել, հասկանում եք, ամեն անգամ հեռախոսի թիվ եմ արել, իրանք hacking են արել, հետո իրանք գտնում էին ինձ harassing էին անում, գալիս են, զանգում են, վախեցնում են, ինչեր են անում, hacking են անում իմ ամբողջ հեռախոսը, իրանք hacking են արել։ Դու հեռախոսի թիվը փոխվել է, վերջին WhatsApp-ս մնացել է, բայց նորից իրանք hacking են արել, մարդկանց հետ որ գրում եմ, իրանք գնում են մեջը, hacking են անում, գիտեն ում հետ եմ խոսում, ինչ եմ խոսում, ասում եմ պակիստանցի կա, փող են տալիս, նրա միջոցով իմ ամբողջ account-ը hacking են, չէ՞ որ երեխային trafficking անում մուսուլմանների հետ, պակիստանցիների, թուրքերի, ադրբեջանցիների, նրա հետ է Հարութը աշխատում, Հարութի քրոջ աղջիկը Անի Արաքելյանը նրանց հետ է աշխատում մուսուլմանների, թուրքերի, պակիստանցիների, ադրբեջանցիների հետ։ So նրանց միջոցով իմ account-ը նրանք hacking են անում։ Հիմա հեռախոսის թիվը WhatsApp-իս թիվը 619-643-2108 2108 Ինքան հոգնած եմ, գլուխս պտտվում է։ Կապնվեք ինձ հետ 619-743-2108 Հուսամ այս թիվը մնացել է, հուսամ ճիշտ թիվն եմ տալիս, okay, ասում եմ շատ թվեր են եկել ու գնացել, թե որ մեկն այս պահին օգտագործվում եմ WhatsApp-ը չեմ հիշում, բայց դա է հաստատ փորձեք ու կտեսնեք, որ ինչեր կա։ Հիմա այս պահին այսքանը հիշեցի, խոսացի, եսի 25 տարվա պատմություն եմ, ինչև այսօր նրանք ինձ հալածում են, ահա որ ուղղակի ինչ տարիներով իմ հետևից հարել, գաղտնի ինքը խանգլիս նստում է յանեմ, թե իմ բարեկամն է, բայց հետևից ինչեր էր անում, հիվանդ, սայկոպատ, տերորիստ։ Ես ուղղակի չեմ կարող պատկերացնել, ես ոնց եմ ազատվել նման կեղտոտ տերորիստների ձեռքը։ Ինքը գիտի, որ ես ծնողներ չունեմ, ծնողներս մեռան երկրաշարժին, ես որբի, իմ խեղճ տատն ու պապը ինձ մեծացին, նրանք էլ գեղացի մարդիկ, նրանք ինչ են ջոկում աշխարհից։ Կամ իմ հոպարները, ազգականները գեղացի, նրանք ինչ են ջոկում, թե ինչա կատարվում Ամերիկայում կամ աշխարհում, նրանք չգիտեն, շատ հետամնաց են, չգիտեմ, չեն ջոկում աշխարհում ինչեր կան։ Բայց ես գնացի, հոգնել եմ, ինքան շատ եմ խոսացել, գիշերվա կեսն է, շատ ուշա, գիշերվա կեսն է, ձեզ հաջողություն, արդեն լույսը բացվում է այստեղ, մենք պետք է գնանք։